Դե ինչ լսեցինք Սոնա Փարիմուզյանի խորհուրդները եւ արդեն մեր տաղավարում են մեր այսօրվա առաջին հյուրերը։ Երեխաների պաշտպանության օրը չեն կարող չխոսել նրանց անվտանգությունից, կրթությունից ու ապագայից։ Այս հարցում իհարկե կարևորագույնը վաղ տարիքում մանկապարտեզների, կրթական կենտրոնների ու հետո դպրոցների ընտրությունն է ծնողների կողմից։ Եվ եթե դուք ունեք այս պայն այդպիսի ընտրություն, ապա մեր հյուրերին լսելուց հետո անկասկած կանեք հենց այդ լավագույն ընտրությունը։ Այս առավոտ մեզ է միացել Alpha Kids Ակադեմիայի տնօրեն Անուշ Աթաջյանն ու Ակադեմիայի ուսումնական հատվածի հայոց լեզվի եւ գրականության առարկայի ուսուցիչ Աիդա Մելքումյանը։ Խոսենք նաեւ Alpha Kids-ի մասին, նաեւ ներկայացնենք երեխաներին, չէ՞։ Բարի առավոտ, մեր տաղավարը այսօր երեխա շատ է, չէ՞։ Այո, Արիսը, Արթուրը եւ Արուսը մեզ են միացել։ Իհարկե ձեզ հետ մենք դեռ կխոսենք, որովհետեւ օրվա հերոսները հենց նրանք են, բայց բարև ձեզ, բարի լույս։ Շնորհակալություն, որ մեր առավոտը թե կրթական ուղղությամբ եք այսօր հարստացնելու, թե նաեւ երեխաների հաշտապում եք արդեն խոսել։ Եկեք խոսենք այն մասին, որ շուկայում շատ են կրթական կենտրոնները եւ ծնողների համար շատ բարդ է ընտրել այնպիսի կենտրոն, որը իրապես կլինի թե պատասխանատու, թե կունենա որակավորված մասնագետներ, որովհետեւ հաճախ տեսնում ենք բողոքներ եւ այլն, Alpha Kids-ը ինչով է առանձնանում ոլորտում եւ ինչու ընտրել հենց Alpha Kids-ին։ Նախ այսօր մեր 5 տարեկանն է, շնորհակալ ծնունդն է, այո, եւ ինչ կրիտերիաներ պետք է ծնողը հաշվի առնի, անպայման ճշտի արկա է լիցենզիա պետական, թե ոչ։ Եթե կա պետական հաստատում, այսինքն բոլոր պահանջվող պայմանները տվյալ մանկապարտեզը իրականացնում է երեխայի թե անվտանգության, թե կրթության, թե սնունդի, թե առօրյան կազմակերպելու առումով։ Երկրորդը պարտադիր ծանոթանալ ծրագրին, տարբերվող ծրագրեր են, օրինակ Alpha Kids-ում պետական ծրագրի զատ մենք ունենք այլ ընտրանքային ծրագիր։ Մեր բալիկները տեղյակ են պետություններից, իրենց մայրաքաղաքներից, ինչով են առանձնանում պետությունները, ինչու են հետաքրքիր հայերիս համար տվյալ պետությունները, ինչ կապ ունեն հայերի հետ։ Բացի դրանից, եթե սովորում ենք օրինակ պետություն, տեղեկանում ենք նրա մշակույթին, երգերն ենք լսում տվյալ պետության, եթե հնարավոր է պարերն ենք բեմադրում, ունենք խոհարարի ժամ, որ այդ տվյալ պետության սնունդն ենք պատրաստում, օրինակ վերջերս կրուասան ենք պատրաստել, քանի որ Ֆրանսիան ենք ուսումնասիրել, բաց դաս ենք արել Շարլ Ազնավուրի վերաբերյալ, մեր երեխաները տեղյակ են, որ ինքը հայտնի հայ ֆրանսիացի շանսոնիե է, ինչով է Շարլ Ազնավուրը բացի նրանից, որ հայ է, ինչով է ինքը միշտ եղել հայերիս կողքին, ինչով է օգնել, ինչպես է աջակցել եւ ինչ կարգի բարձր է պահել հայ լինելիությունը։ Դրա համար շատ կարևոր է, որ ծնողը տեղյակ լինի, ինչ ծրագիր է նախատեսվում Alpha Kids-ում, տարբեր մանկապարտեզներում, հատկապես Alpha Kids-ում։ Հաստատ Alpha Kids-ը կընտրի արդեն այդքան բազմազան եւ հագեցած ծրագրից հետո։ Հրաշալի, այ խոսեցիք, որ պատրաստել եք վերջերս կրուասան։ Ես երեխաները մասնակցել են, մեր երեխաներին արդեն կարող ենք հարցնել նրանք ինչպես վերաբերվեցին այդ օրվան։ Եվ դուք պատրաստել եք կրուասան։ Միջին խումբներ պատրաստել, այո, միկրոֆոնը մոտիկ, Արուս։ Դուք ով է պատրաստել։ Միջին խմբի սաները։ Եթե կարելի իրենք ներկայացնեն ալֆան և անցնեն առաջ։ Համով եք կրուասանները, դուք նրանից եկեք խոսենք համեղ է։ Ես շատ հավանեցի։ Հա, իսկ դու։ Հա։ Իսկ դու։ Ասում են, որ դուք նաև տարբեր երկրներ գիտեք, ամենասիրելի երկիրը ո՞րն է իհարկե Հայաստանից հետո, ինչ գիտեք այդ երկրի։ Չինաստանի մայրաքաղաքն է Պեկինը։ Իսկ մենակ Չինաստանը գիտեք։ Ոչ։ Բա ուրիշ ինչ երկրներ այլ գիտեք։ Ֆրանսիան եւ որն է մայրաքաղաքը։ Ճիշտ ես ասում, Փարիզ։ Ճիշտ է, Փարիզ։ Փարիզ։ Այո։ Էլ ինչ հավես բաներ եք անում ակադեմիայում, հավեսով եք գնում։ Ես էլ եմ ուզում արդեն գամ Alpha Kids։ Պարում ենք։ Էլ երկում եք, պարում եք, օրինակ նկարում եք։
Իսկ թանգարաններ որտեղ են գնացել։ Կոմիտասը, Արիարա Խաչատրյանն ու Ալբերտ Ազատյանը տեսել են կարձաները, Հավանել եք։ Ալբերտ Ազարյանի թե հա, Հետաքրքիր Տիգրան է։ Պերոսյանն էլ են գնացել։ շախմատի տունը։ Կոմիտասը, Հավեսով եք գնում առավոտները, ոնց է անցնում։ այո, Լավ է անցնում շատ։ Հրաշալի։ Դե եկեք խոսենք նաև հայոց լեզվի կարևորության մասին, հենց այն տարիքից, որ երեխաները գալիս են նախակրթարան, ինչ ծրագրով են անցնում, ինչ թիրախային հարցեր Այո, կան։ սիրով կներկայացնեմ, ուրեմն մեր ալֆայի ավագ խմբի սաները, որոնք պետք է դպրոց գնան, արդեն իսկ պատրաստ են լինում դպրոց գնալու, որովհետև նրանք սովորում են հայերենի բոլոր տառերը, գիտեն թվերը, քիչ հետո հարցեր կտամ, դուք ինքներդ կհամոզվեք, որ երեխաները որքան գիտեն, եւ շնորհակալ ենք բոլոր ծնողների մեզ վստահելու, մեր գեղեցիկ ընտանիքի մի մասնիկը դառնալու համար, որովհետեւ այս տարիների աշխատանքը միայն դա է փաստում, որ մենք կարողանում ենք կրթել սերունդ, որ հետո իրենք փայլում են իրենց գիտելիքներով։ Մեր կենտրոնը, ուրեմն կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, երեխաները ուսումնասիրում են հայոց լեզուն, այսինքն մայրենի իրենց տարիքի համար, ուրեմն մաթեմատիկա, օտար լեզուներից ռուսերեն եւ անգլերեն։ Մենք իրականացնում ենք ուսումնական մասում ոչ միայն խմբային պարապմունքներ, այլ նաեւ անհատական պարապմունքներ եւ ելնելով տվյալ աշակերտի կարողություններից երեխայի հետ ունենում ենք անհատական մոտեցում։ Խմբային աշխատանքը առանձնանում է ելնելու տարիքային առանձնահատկությունները, բայց խմբային աշխատանքը ունի իր առավելությունը, քանի որ խմբային աշխատանքի շնորհիվ երեխաները կարողանում են ճիշտ հաղորդակցվել միմյանց հետ, սովորել լսել, հասկանալ իրար։ Շատ մեծ նշանակություն ենք տալիս նաև տնային առաջադրանքների ինքնուրույն կատարմանը։ Այսինքն մենք ստեղծում ենք այնպիսի պայմաններ, որ երեխաները կարողանան ինքնուրույն կատարել, որը հետագայում կընդլայնի նրանց մտահորիզոնը եւ իհարկե կզարգացնի նրանց երևակայությունը։ Կենտրոնում մենք ունենք անհրաժեշտ բոլոր պարագաները, գեղարվեստական գրքեր ունենք, դասագրքեր ունենք, ուսումնական հետաքրքիր խաղեր ունենք, որոնցով հնարավորություն է ստեղծվում երեխաների համար։ Վերջին տարիներին մենք ընթերցանության հետ կապված շատ աշակերտներ ունենք, որոնք արժանացել են մրցանակների, որը մեզ համար ուրախալի փաստ է, նրանք մեդալներ են ստանում եւ երեխաների մոտ ձևավորվել է այն կարծիքը, որ ընթերցանությունը դա միայն հմտություն չէ, ընթերցանությունը դա մեր ազգային արժեքները գնահատելու, արժևորելու նախապայմանն է եւ անկասկած ընթերցումը պետք է հիմք հանդիսանա նրանց հետագա բոլոր հնարավորությունների համար։ Հրաշալի, այն որ 5 տարի արդեն ոլորտում է, վստահաբար ժամանակը արձագանքները ոլորտում երկար լինել է, սա եւս խոսում է որակի մասին, խոսում է արժեքի մասին, որովհետեւ կարճ ժամանակ չէ ամեն դեպքում 5 տարին։ Ինչ ձեռքբերումներ են եղել այս 5 տարիների ընթացքում, որոնք թեկուզ դուք ձեր անհատական այսպես փոքրիկ հաղթանակն եք համարում։ Ну, ինչպես նշեց ընկեր Մեուքմյանը մեր շրջանավարտները ալֆայի, երբ որ արդեն գնում են դպրոց, բան չթվա, ասենք գոռոզություն չթվա, բայց տարբերվում են, մի գլուխ բարձր են այլ երեխաներից, քանի որ տեղեկացված են, իրանք ունեն այն հիմքը բազան, իրանք ճանաչում են մեր հայ հայտնիներին, իրենք գիտեն հայերեն խոսալ, երգել, բեմադրություններ ենք մենք կազմակերպում, որ երեխաները վստահ լինեն արդեն սոցիումում շփվելու համար։ Մենք ունեցել ենք տարբեր հայտնի հյուրեր, ովքեր երեխաների հետ շփվել են, ինտերվյուի միջոցով երեխաները ներկայացրել են իրենց հարցերը, օրինակ Արա Գևորգյանն էր հյուրընկալվել, Բաբկեն Չոբանյանն էր եկել մեր Թումանյանի վերաբերյալ մրցույթին, հարցեր տվել, հիացած գնացել է, ինչ
ինչքան տեղեկացված են եղել երեխաները Թումանյանից առհասարակ եւ իր ստեղծագործություններից։ Ունեցել ենք հայկական տարազի օր, հրավիրել ենք մեր Սարգսակ Անդրանիկին, մեր սիրելի Տոտիկ երգը, որ մինչ օրս երեխաները շատ սիրում են, կատարում ենք իր հետ։ Նեմրաներ վերջերս հյուրընկալվել մեզ հետ, այսինքն երեխաներին տալիս ենք հնարավորություն շփվել այն հայերի հետ, ովքեր հասել են ինչ-որ բարձունքի, որպեսզի իրանց համար դա նախապայման լինի, օրինակ ծառայի, եւ հարցերի միջոցով, օրինակ երեխաները, երբ որ ասում էին հա, Արա Գևորգյանը ասում էր հա չէ, այո։ Այդ հանդերձ սովորել են։ Արա Գևորգյանից հետո, երբ ասում էին հա, հա չէ, այո, ինչպես ասեց Արա Գևորգյանը։ Օրինակ են ծառայում, մենք գնացել Դավիթ Սահակյանցի մոտ, դիտել ենք ինչպես է նկարահանվել Անահիտ մուլտֆիլմը, անիմացիոն իր պրոցեսին ենք մասնակցել, հրավիրել ենք մեզ հայտնի ռեժիսոր Մհեր Մկրտչյանին, որը պատմում էր ինչպես է ֆիլմը ստեղծվում, ինչու է դա կարևոր, տարբեր ոլորտների, տարբեր միջոցների առումով երեխաներին ցուցադրել ենք, ինչ իրենք կարող են դառնալ, սովորել, իմանալ հետագայում։ Կարծում եմ դա է մեր մեծ ձեռքբերումը եւս եւ այն, որ մեր ծնողները այնքան վստահ են, որ իրենց երեխաները մեզ մոտ են։ Վերաբերմունքը ջերմ, միայն երեխային լսել, պարտադիր ոչ թե փոխարենը ես ինչպես ասացի, այդպես դուք պետք է անեք, այլ լսել, հասկանալ, փոքրանալ, դառնալ իրենց տարիքի, որ դու էլ հետները հասկանաս, ինչն է իրան հուզում, ինչն է դուր գալիս, աշխատես ոչ միայն երեխային փոխարինել ծնողին, այլ լինել մեծ ընկեր։ Կարծում եմ ամենից մեծ մեր ձեռքբերումը դա է, որ երեխաները առանց պրոբլեմի, առանց լացելու, վազելով գալիս են ալֆակից եւ ժպիտով սիրուն լքում են ալֆակիցը, գնում են իրենց տուն։ Այսօր ձեր 5-ամյակն է, եւս մեկ անգամ շնորհավոր ենք։ Մաղթենք եւս մի 10 այսպիսի 5 տարիներ, 5-ամյակներ եւ ավել։ Ինչ միջոցառում է նախատեսված, ինչ եք արել դրան ընթառաջ, այսօր ինչ է սպասվում։ Տարբեր միջոցառումներ ենք արել, մեր այդ ուսման տարվա վերջում միշտ ամփոփում ենք ավարտականի միջոցով։ Նախորդ տարվա ավարտական խումբը օրինակ ամեն երեխա մի երկիր է ներկայացրել, այս տարվա մեր ավարտականը բալիկները ներկայացնելու են մեր հայ հայտնիներին, թող իրենք թվարկեն ում են ներկայացնելու եւ պատմելու են այդ տվյալ հայտնի հայ մասին, ծնողները պետք է գուշակեն, թե ում են իրենք ներկայացնում։ Երեխաներին որ հարցնենք, իրանք Եկեք դուք ներկայացրեք, մենք փորձենք գուշակել։ Ով կսկսի։ Ես Ում ենք ներկայացնելու։ Դու նկարագրի, մենք գուշակենք։ Ես ծնվել եմ ես Արևմտյան ծնվել եմ Արևմտյան Հայաստանում։ Հայաստանում։ Դու ում ես ներկայացնելու Արտուր ավարտականին։ Ավարտականին կոմիտասն եմ ներկայացնելու, Ես արդեն կարող եմ գուշակել։ գնալու եմ դպրոց հետո։ Արուս։ Ում ես ներկայացնելու։ Վերջալույս Մեդեջարի, Օ։ Իսկ դու։ Խաչատուր Աբովի, Խաչատուր Աբովյան։ Արամ։ Արամ Խաչատրյան։ Խաչատուր Աբովյանը նախորդ անգամ էր հասկացել ես արդեն։ Այսինքն տեսեք, մենք այս մեկ տարի բացի մեր պետական հիմնական ծրագրից երեխաներին նաև բոլոր երեխաները անգիր գիտեն Մեսսին ով է, իհարկե, բայց ինչու չիմանան Ալբերտ Ազարյանին։ Իսկ մենք գիտենք, որ Ազարյանը մեր ազարյանական խաչի հիմնադիրն է եւ այդ վարժությունը հետագայում արդեն ներառվել է պարտադիր ծրագրի մեջ՝ ի շնորհիվ Ալբերտ Ազարյանի։ Դա գիտեն նաև մեր բալիկները։ Մենք կադրեր ունենք, եկեք դիտենք կադրերը, սիրելի հեռուստադիտողներ։ Սիրով։ Գնացինք։
Ակադեմիայի ավագ-խմբի սաները։ Մայրիկս մի առավոտ ամուր բռնած իմ ձեռքից ճանապարհով անծանոթ ակադեմիա տարավ ինձ։ Այժմ ճամփան լավ գիտեմ, կարող եմ մենակ գտնել, դուրս եմ գալի մեր բակից, անցնում եմ այս պուրակից, ծանոթ խոհոստ եմ այսում, այստեղ շենք են կառուցում, չեմ սխալվում, մի քիչ հեռվում հեռուստաընկերություն է եղվում, Արմենիայի հետ մոտով, երկար դրփոխրային մայթով, մի քիչ գնում եմ առաջ, այգին մեր կանաչ այգու հենց դիմաց մի գեղեցիկ շենք երևաց, իմ սիրելի շենք տեսա, ակադեմիա ես հասա։ Եվ այսպես արխակից ակադեմիա, փոքրիկներին լավագույն ընկեր, լավագույն տնօրեն, լավագույն կոլեկտիվ։ Հիմա այսպես ճիշտ է հրաշալի միջոցառումից կադրեր տեսանք, բայց մենք անհամբեր ենք մայրենի գիտելիքները ստուգենք, իհարկե չենք կասկածում, բայց կուզենանք լսենք մի քանի բան, գուցե մենք էլ վերհիշենք։ Երեխաներ, ով է ստեղծել հայերենի այբուբենը։ Մեսրոպ Մաշտոցը։ Իսկ որտեղ է ծնվել Մեսրոպ Մաշտոցը։ Հասեկան գյուղում։ Իսկ որ թվականին է ստեղծել հայերենի այբուբենը։ 405 թվականին։ Մեսրոպ Մաշտոցը քանի տառ է ստեղծել։ 36 տար։ Իսկ 12-րդ դարից հետո որ տառերը ավելացան։ Օֆը։ Իսկ որ առարկան է համարվում բոլոր գիտությունների թագուհին։ Մաթեմատիկա։ Ապրեք, Արուշ ջան, կարող ես ասել Հովհաննես Թումանյանին ինչ պատվանուն են տվել։ Ամենայն հայոց բանաստեղծ։ Արթուր ջան, գրերի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցն ու իր աշակերտները որ գիրքը թարգմանեցին առաջինը։ Աստվածաշունչ։ Եվ այն կոչվել է Թարգմանությունների թագուհի։ Արիշ ջան, իսկ կարող ես ասել ով է հայ նոր գրականության հիմնադիրը։ Խաչատուր Աբովյան։ Շատ ապրեք դուք։ Մենք հիացած ենք ապրեք եւ կարծում սրա համար սամ արժի նվեր տալ։ Այո։ Միանշանակ։ Առանց սրա էլ կտայինք իհարկե, թե ինչ, բայց մենք ունենք հովանավոր, մեր հովանավորի կողմից։ Շնորհակալ ենք։ Առիթից օգտված կցանկանայինք Հեսա որ բացեք կտեսնեք ինչա։ Հեսա կտեսնեք։ Կցանկանայինք շնորհավորել այսօր բալիկների պաշտպանության օրն է։ Ցանկանում ենք, որ բոլոր երեխաները աշխարհի, հատկապես հայ բալիկները, ապրեն խաղաղ երկնքի տակ, լինեն երջանիկ, առողջ եւ վայելեն իրենց մանկությունը։ Դե հա, խաղաղությունը իրապես ամենակարևորն է եւ նաեւ թե ձեր գործունեությունն է խթանում երեխաների հայասիրությանը, հայկական արժեքներով մեծանալուն, պատմությանը տիրապետելուն, իսկապես շատ մեծ գործ եք անում։ Շնորհակալ ենք։ Մանկավարժների գործը միշտ պետք է կարևորել։ Շնորհակալություն, եկեք նշենք վերջում հասցեն նաև եւ ինչպես դիմեն այն ծնողները, ովքեր Արուս կցանկանան։ կներկայացնես որտեղ է ալֆան գտնվում։ Երևան քաղաք
Քիաչապյան համայնքի Անաստաս Միկոյան 2 կոտորակ 2 հասցեում է գտնվում մի հեքիաթային պարտեզ, որը կոչվում է Ալֆաքից ակադեմիա։ Ձեզ ողջունում է Ալֆաքից ակադեմիայի ավագ խմբի սաները։ Ապրես, ինձ թվում է, որ ավարտես Ալֆա-քիցը, կգաս եւ կդառնաս մեզ գործընկեր։ Ես հրավիրում եմ։ Իրար հետ կաշխատենք։ Սամվելին կհանենք, իրար հետ կաշխատենք։ Մոտ ենք տարիքային։ Այսպես, այո։ Մենք էլ Սամվելին կընդունենք մեզ մոտ։ Որպես երեխա, սան որպես։ Սամ երեխաներին նվերները տանք եւ հիշեցնենք, Այո։ որ նվերները այսօր տալիս է Սահան Սան բրենդը, հրաշալի այս ամյողում նվերներ են եւ այսօր մեր եթեր եկած բոլոր փոքրիկները կունենան կաթ, որը վիտամիններով հարուստ մրգային կաթեր են, կրեմ պանիրներ, չմոռանալով հայերի սիրելի սպիտակ պանիրի մասին, այնպես որ այսօր մանրամասների մասին, այսպես առավել ծավալուն կխոսենք, բայց նվերները համեղ են, գեղեցիկ են, օգտակար են եւ վիտամիններով հարուստ։ Ձեզ եւս մեկ անգամ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ։ Իսկ մենք ինչ ենք անում։ Իսկ մենք դիտում ենք գովազդ եւ վերադառնում։ Գնացինք։